հարցեր տամ, սակուրաները, որ տնկվեցին Կասկադում կամ եկեղեցու դիմացի ծառերը, որ գեղեցիկ այգեր, ծառեր տնկեցին, բայց դրանք չորացան, չաճեցին։ Այնտեղ նշում են, որ 95% ծառերը բոլորը կպտում են, բայց դրանք կոնկրետ չորացան ու չաճեցին։ Այո։ Եկեղեցու դիմացը, տեսեք, մենք չենք արել այդ տունկը, դա եղել է մրցույթ, եկեղեցու այդ Սուրբ Գրիգոր Լուսավորիչի մասին է խոսքը։ Մրցույթ է եղել եւ այդ մրցույթի ժամանակ նախագծող կազմակերպությունը մենք ճիշտ չենք համարում, բայց հաշվի առնելով, որ եկեղեցու մուտքը տույա տեսակի ծառաթփատեսակով է պատված եղել, այդտեղ էլ եմ որոշել այդպես, բայց ես ուզում եմ հայտարարել, մեր երևանցիները նաև շատ են սիրում այդ թույա տեսակի ծառը, հարգելի երևանցիներ, թույա տեսակի ծառը Երևանում լավ չի աճում։ Մի տեղադրեք այդ ծառերը։ Շատ լավ են աճում սակուրաները, բավականին լավ սաղարթ են ձևավորել։ Անցած տարի գարնանը ծաղկման սեզոնին ունեցանք հրաշք ծաղկման սեզոն, այս տարի կարծում եմ ավելի լավը կլինի, որովհետև սաղարթն ավելի մեծ է եւ ծաղկային զանգվածը ավելի մեծ կլինի։ Կասկադում ինչի չաճեցին սակուրաները։ Աճել են։ Կասկադում գետ 1 սակուրայի չորացման դեպք չունենք։ Հա, մենակ դուք եք տեսնում, մենք չենք տեսնում։ Ծաղկունքը Արփի ջան, ցավում եմ, որ չեք տեսել, բայց ամբողջ համացանցը ողողված էր այդ սակուրաների նկարներով։ Հուսամ այս տարի կտեսնեք։ Պարոն Բեկոյան, որ ասում եք մենք չենք արել, ընկերություն է արել մասնավոր, բա վերահսկեիք, չթողնեիք տույակ տնկեր, որ կրկնակի բան չլիներ։ Նախկինում նման ծրագրերը չեն համաձայնեցվել կանաչապատման հողակի հետ։ Այժմ քաղաքապետի հստակ հանձնարարականը կա, որ այգիների, պուրակների բարեկարգման աշխատանքները անպայման համաձայնեցվեն մասնագիտական կառույցի հետ եւ այսուհետ համաձայնեցվում են եւ եթե լինում է նախագծող կազմակերպության կողմից որոշակի սխալներ կամ մենք ունենում ենք որոշակի դիտողություններ, այդ դիտողություններն անում ենք անմիջապես նախագիծը ուղղվում է, շտկվում է մեր դիտողությունների համաձայն եւ կարծում եմ հետագայում նման թյուրիմացություն չենք ունենա։ Իսկ քանի որ Գրիգոր Լուսավորիչի տակի հատվածում տույաները տնկել էր շինարարական կազմակերպությունը, կարծում եմ տույաները որակով չէին եղել, այնուհետև մենք շինարարական կազմակերպությանը եւ չորացել էին շինարարական կազմակերպությանը Երևանի քաղաքապետարանը պարտադրել էր վերատնկել նորից։ Մեր հրապարակումից հետո, ֆակտորի հրապարակումից հետո որ չլիներ, գուցե այդպես էլ մնային է ծառերը։ Թույլ տվեք չհամաձայնվել, որովհետեւ Երևանի քաղաքապետարանն էլ է շահագրգռված, որ իր կողմից ստեղծված բոլոր պուրակները եւ այգիները լինեն իդեալական վիճակում։ Եվ երկրորդ ժամանակ, երբ որ արդեն պետք է տնտեսվարողը գնար նոր տույաներ բերեր, իսկ տույաները հնարավոր չէր փոխել, որովհետև արդեն պրոյեկտով այդպես էր։ Մենք ցուցաբերել ենք մասնագիտական օժանդակություն, տնտեսվարողի հետ մեր լավագույն մասնագետները շրջել են ամբողջ Հայաստանի տնկարաններով մեկ, մինչև գտել են այն տնկանյութերը, որոնք որակյալ են եղել եւ մեր նաեւ ցուցումներով այդտեղ իրականացվել է տունկ, որ հիմա տեսնում եք Փառք Աստծո նորմալ վիճակ են, բոլոր տույաները գտնվում են բավականին լավ վիճակում, կարող եմ ասել գերազանց վիճակում, բայց ամեն դեպքում թույլ տվեք նորից նշել, որ տույա ծառատեսակը Երևանի համար այդքան էլ հարմար չէ։ Միայն սակուրաներն են հարմար Երևանի համար բոլոր այն ծառերը, որը տնկվում է մասնագիտական Երևանի մասնագիտական կանաչապատման հիմնարկի կողմից եւ անցել է գիտական խորհրդով, այո, միայն այդ ծառերն են Երևանի համար հարմար, որովհետեւ հավատացնում եմ ձեզ, որ բազմաթիվ գիտնականներ նստած օրերով, ամսով ուսումնասիրում եւ որոշում են կայացնում, թե ինչպիսի ծառատեսակ կընտրել։ Այս ծառերը, որ տնկում եք, քանի տարի է պետք, որ իրանք ունենան սաղարթ ու մարդիկ հովի տակով քայլեն արևի ժամանակ։ Ոչ մի տարի պետք չի, հենց այս տարի կունենան սաղարթ, որովհետեւ Երևանի քաղաքապետարանը իրականացրել է ռեֆորմ, այլևս Երևան քաղաքում չեն տնկվում են ճկույթի հաստությամբ շիվերը, որոնք այդպես էլ ծառ չեն դառնում, այլ դուք տեսնում եք, տնկվում են շուրջ 10 տարեկան
հասուն ծառեր, դուք հիմա տեղափոխման արդյունքում նրանք էտի են ենթարկվել, դրա համար եք այսպես տեսնում, բայց հեսա սաղարթը կձևավորի։ Ուրեմն պայմանավորվեցինք, տնկվում է այնպիսի ծառեր, ռեֆորմի իմաստը նա է, որ սաղարթը ձևավորվի հենց նույն տարում եւ ի տարբերություն այն ծառերի, որոնք արդեն ծեր էին եւ կենսունակության ավարտին, որոնք տարեց տարի իրենց սաղարթը փոքրացնում են, այս ծառերը տարից տարի իրենց սաղարթը կմեծացնեն եւ հետեւաբար կօգնեն կանեն իրենց գործողությունը օդի մաքրման, ստվերի ապահովման, աղմուկի կլանման եւ այսպես մի շարք ֆունկցիաներ, ինչի համար մենք ուզում ենք, որ իրենք այստեղ լինեն։ Դատարանի որոշումը կա, դուք ունեիք դատարանի որոշումը։ Դատարանի որոշումը դատարանը չեղարկել է, եթե տերմինը սխալ ասեմ, մի խոսքով այդ կասեցման որոշումը բողոքարկումից հետո Երևանի քաղաքապետարանը բողոքարկումից հետո այդպես բան հնարավոր չէր, եթե անկեղծ լինեմ, որովհետև Երևան քաղաքում շատ վտանգավոր ծառեր կան, որոնք պահի, օրի եւ տարբեր ազդեցությունների տակ հենց այդ պահին անհրաժեշտ է դրանք հատել, հեռացնել։ Դատարանը չեղարկեց իր այդ որոշումը, կարծեմ ավելի վերադասացյանը չեղարկեց։ Կամ նույնը կներեք կարող եմ այստեղ սխալվել, ամեն դեպքում հստակ է, որ դատարանը չեղարկել է իր ընդունած որոշումը։ Այստեղ լինելու են ծառեր, որոնք չեք հատելու, Արտվիկ Գրիգորյանը այդպես ասում։ Այո։ Գիտեք, ճիշտ է, այսպես ասեմ, եթե այսպես ասեմ, այդքան էլ իմ սրտով չէ, բայց քանի որ կան ծառեր, որոնք դեռ մենք կարծում ենք մի 2-3 տարի դեռ կանգուն կարող են մնալ, չնայած այն հանգամանքին, որ իրանք հիվանդ են եւ ինչու իմ սրտով չէ, եւ հանդիսանում են հիվանդությունների տարածման բուն, բայց ամեն դեպքում որ որոշակի նաեւ տեղ ունենանք ստվերային հատված, այսպես որոշակի քանակությամբ ծառեր մոտ եղածների 25-ից 30%-ը այսպես եթե թույլ տան էլի ծառերը կպահպանենք։ Այս պահին մոտավորապես, եթե չեմ սխալվում, 38 ծառ է այստեղ, որոնցից 10-ը կարծեմ մնալու է, մնացածը հատվելու են։ Բացեր այս նոր տնկածների հետ կսազեն, անցյալ տարի ասում էի։ Ոչ, իհարկե չեն սազի, դրա համար ես ասեցի, որ այդքան էլ իմ սրտով չի, բայց հաշվի են կարել, որ որոշակի, նորից եմ ասում, հատվածներում մինչև իրենք 1 տարի էսպես, հա, կամ առավելագույնը 2 տարի, մինչև այս ծառերը իրենց լավ արդեն սաղարթը կձևավորեն, փորձել ենք պահպանել այսպես տվյալ հատվածի համար, հա, այդ 38-ի մեջ մոտ 10-ը զուտ այդպես ստվերային հատվածներ ունենալու համար փողոցում։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։